95 թվականի նոյեմբերից տղաս անհայտ կորած է։ Ամեն տեղ էլ դիմել ենք, մի տեղ չկա, որ թողած լինենք, բայց ոչ մի հույս չկա։ Բայց հույսով սպասում ենք, որ մի օր դուրս կգա։ 93 թվականի հունիսի 16-ին մասնակցել Մարտակերտի Հակոբ Կամարի տեղանքի գրավմանը, տանկի հրամանատար ա եղել, ու այդ կռվի ժամանակ հրամանատարի ասելով գերի անգել, հետո նայել ազովել, հենց հետքերը կորցրել ենք ու հիմա անհայտ կորածների կարգավիճակում ա երեխեն։ Վանաձոր քաղաքում կան այսպիսի 7 ընտանիքներ, ովքեր 10 տարուց ավելի փնտրում են իրենց որդիներին, հայրերին ու ամուսիններին։ Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում 2001 թվականին օրացույցում հունիսի 29-ը ավելացվեց որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակման օր։ Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանի մոտ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են պաշտոնյա այրեր, ազատամարտիկներ, անհայտ կորածների ծնողներն ու հարազատները, ովքեր եկել էին ասելու, որ դեռ հավատում վերադարձի Բաղձալի օրվան։ Հիշատակի օր է այսօր, անհայտ կորած մեր ընկերների, զինվորների հույսներս չենք կորցնում, հավատում ենք, որ մի օր իրենք տուն են դառնալու։ Արցախյան ազատամարտը մեր նորօրյա պատմության ամենափառավոր եւ նաեւ ամենատարապալի էջն է, դրանում կարծում եմ ոչ ոք չի կասկածի։ Ուրեմն լցվենք հույսով, հավատով, համոզված լինենք, որ մենք դեռ կռիվ ունենք տալու եւ անպայման հաղթելու ենք։ Սա հիշատակի օր չի անշուշտ, այլ մենք միասին երբ որ քիչ առաջ աղոթեցինք Տեր հոր ղեկավարությամբ, թող հարգելի բարեկամներ, ես ուրեմն դիմեմ հատկապես նրանց այն ընտանիքներին, ովքեր անհայտ կորածներն են։ Թող ձեր աղոթքի հետ մեր աղոթքն արգելքին գնա եւ տա Աստված, որ մի օր ահա այդ աղոթքին ի պատասխան բացվի ձեր դռները աշխարհուսանքում վերադարձով։ Կողք կողքի կենաց ու մահու կռիվ տվողները իրենց մարտական ընկերներին չեն մոռանում։ Ազատամարտիկները նշեցին, որ սա ուղղակի եւս մեկ հիշատակի օր է, իրենց կատարած մեծ գործի հայրենիքի ազատագրման համար։ Մենք հույս ունենք, որ իրենք ամեն կերպ կվերադառնան, մենք իրենց զոհված չենք համարում։ Մենք հավաքվել ենք իրենց արած աշխատանքը մեծարելու պատրվակով։ Գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, երնեք նրան, ով իր գործով կապրի անվերջ անդադար։ Մենք հավաքվել ենք բոլորս, բոլոր ազատամարտիկները, ով մասնակցել են Ղարաբաղյան հակամարտությանը, հավաքվել ենք, որպեսզի հիշենք մեր եղբայրներին, որոնք մնացին պատերազմի դաշտում անհայտ, այսօր մենք չգիտենք, թե որտեղ են նրանք, բոլորս հույսով ենք, որ այդ տղաները երբևէ կվերադառնան։ Արցախյան ազատամարտում անհայտ կորածների անուններն են Միտյա Մկրտչյան, Արայիկ Պողոսյան, Էդվարդ Ունանյան, Կարեն Սաֆարյան, Արթուր Խաչատրյան, Հրաչյա Հովհաննիսյան և Վահե Եղշատյան։ Կառավարության ուշադրության կենտրոնում են այս ընտանիքները։ Հիշատակի օրը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից նրան ցուցաբերվեց նաև դրամական աջակցություն։ Մայնա Անդրեասյան, Վարդան Մկրտչյան, Միք հեռուստաընկերություն։